Հիսուսի ծնունդը և հովիվների այցը։ Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման եղավ ամբողջ երկրում մարդահամար անցկացնելու։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ Ասորիքում, Կյուրոսի կուսակալության օրոք։ Բոլորն էլ գնում էին արձանագրվելու յուրաքանչյուրն իր ծննդյան վայրում։ Հովսեփն էլ Դավթի տնից և ազգատոհմից լինելով Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց Հրեաստան Դավթի քաղաք, որ Բեթլեհեմ է կոչվում, արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա նշանածն էր և հղի էր։ Երբ նրանք այնտեղ էին, Մարիամի ծննդաբերելու օրերը հասան, և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև Իջևանում նրանց տեղ չկար։ Այնտեղ բացօթյա մնացող հովիվներ կային, որոնք իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում։ Տիրոջ հրեշտակը երևաց նրանց, և Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ Հրեշտակն ասաց նրանց. «Մի վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովուրդն կլինի, քանզի այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի փրկիչ, որ օծյալն է, Տերը։ Եվ սա ձեզ համար թող նշան լինի. խանձարուրով փաթաթված և մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք»։ Եվ հանկարծակի այդ հրեշտակի հետ երևաց երկնային զորքերի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. «Փառք Բարձրյալ Աստծուն, խաղաղություն երկրի վրա և հաճություն մարդկանց մեջ»։ Երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիվներն ասացին միմյանց. «Եկեք գնանք մինչև Բեթլեհեմ և տեսնենք, թե ինչ է այս եղածը, որ Տերը մեզ ցույց տվեց»։ Եվ նրանք շտապ եկան ու գտան Մարիամին ու Հովսեփին և մսուրի մեջ դրված մանկանը, և ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր մանկան մասին։ Եվ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրա, որ հովիվները ասացին իրենց, իսկ Մարիամն այս բոլոր խոսքերը պահում էր իր մեջ և իր սրտում խորհում։ Եվ հովիվները վերադարձան, փառավորում ու օրհնում էին Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպես պատմվում էր իրենց։